Բարի կեսգիշեր, իմ մոտ կեսգիշերը, ուրեմն մերձավոր արևելքի շուրջ լրահոսի հատվածների վերաբերյալ ուզում եմ այսպես հետաքրքիր ամփոփում ներկայացնել, որը տեքստայինով երկար կլինի։ Բնականաբար սա նաև կապված է սերտորեն Ուկրաինայի շուրջ գնացող բանակցությունների հետ, կապված է Գազայի և Լիբանանի հետ Իսրայելի ունեցած զինադադարի համաձայնագրերի իրականացման օրինաչափությունների հետ, այսինքն զինադադարի ռեժիմը չի հարգվում որևէ տեղ, եւ այս հետաքրքիր այցերի օրինաչափությունն եմ ուզում քննարկել նախ երկու արդեն իսկ վերջին 3 տարիների ընթացքում հաստատված օրինաչափությունների հիմքի վրա։ Առաջինը, որ ամեն անգամ, երբ որ բանակցային հերթական էտապում գալիս հասունանում է այն պահը, որտեղ կոպիտ ասած արևմտյան բլոկը պետք է զենքերը վայր դնի իր բաժին շներին հարձակումներից հետ պահի, օրինակ Նետանյահուին, ես երեկ նշեցի, որ Նետանյահուն ամենևին էլ չի հեռացվելու իշխանությունից, չնայած որ երկրի Իսրայելի քաղաքացիների 80%-ը դեմ է նրա վարչապետությանը, Տրամպը նրա համաներման գործընթացին լծված է եւ Նետանյահուն պատրաստվում է գալ, այսպես ասած, Վաշինգտոն։ Ուրեմն մեկ օրինաչափությունն է, որ ամեն անգամ այդ բանակցային գործընթացը գալիս հասունանում է ինչ-որ մի պահի, որ պետք է այդ Նետանյահուին մյուսին հետ պահեն, խաղացվում է ինչ-որ այսպես բանակցային գործընթաց, ստեղծվում է այդ ինֆորմացիոն շղարշը, որ խաղաղությունը այս անգամ ուրիշ ձև է լինելու եւ այլն, եւ սովորաբար դրան զուգահեռ, ուղիղ այդ բանակցային օրերին զուգահեռ տեղի ունենում ճիշտ այդ դեպի խաղաղություն գնացող իբրև թե ինֆոշղարշի ներկայացրած պատկերի հակառակը։ Այսինքն մենք ունենում ենք ավելի էսկալացիոն բնույթի, քան մինչ այդ տեղի ունեցող ռազմական գործողություններն էին, ինչ որ մի իրադարձություն, օրինակ ինչպիսին որ Ռայիսի Աբդուլլահյանի սպանություններ Բաքու այցից հետո, Նասրալլայի սպանություններ, հետաքրքիր է, որտեղ այդ բոլոր դեպքերում, բոլոր այցերը տեղի են ունենում, Նասրալլայի դեմ այդ սպանությունը հարձակումը տեղի ունեցել, երբ որ Իսրայելը եւ ԱՄՆ երաշխավորել էին Լիբանանին էլ Իրանին էլ, որ այս անգամ վերջ Գազայի հարցով, Լիբանանի հարցով զինադադար համոզել էին բոլոր կողմերը, այսինքն իբրև թե պատրաստվում են խաղաղության, եւ հենց այդ բանակցային գործընթացի ժամանակ Նասրալլային սպանել էին։ Այս օրինաչափությունը անընդհատ կրկնվել է վերջին 3 տարիների ընթացքում, հաջորդ օրինաչափությունը, որ նման բանակցային գործընթացին զուգահեռ մենք տեսնում ենք Պարսից ծոցի արաբական երկրների, գումարած Եգիպտոսի որոշակի հայտարարություններ, այցեր, իբրև թե ավելի այսպես հավասարակշռված արևմտյան արևելյան բևեռների միջև, Ռուսաստան, Չինաստան, Եվրոմիություն, ԱՄՆ, այս երկու բևեռների միջև ավելի իբրև թե հավասարակշռված քաղաքականության շրջանակներում Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Էմիրատների կողմից ինչ որ հայտարարություններ, կարծես իրենք էլ այդ խաղաղության կողմնակից են, օրինակ Սաուդյան Արաբիայի մամուլը լցված է նյութերով, որ հնարավոր չէ առանց Պաղեստինի պետության ճանաչման, Իսրայելի հետ որևէ նորմալիզացիա Սաուդյան Արաբիայի կողմից վերևում հոդված կա, հետաքրքիր, կարող եք կարդալ, Սաուդյան Արաբիայի հասարակության քաղաքացիների 81%-ը բացասականորեն է վերաբերում այն ամենին, ինչ կոչվում է Տրամպի Գազայի պլան, հայտնի չէ դրա վերջը ինչ կլինի։ Համասը իր զենքերը վայր չի դնում, Համասի դիրքերը ամենևին էլ տկար չեն, Նետանյահուն ինքը անվստահելի է ամբողջ այս գործընթացում Համասի տեսանկյունից, Համասը ինչպես Պուտինը երեկ նշեց, երեկ չառաջի օրը նշեց Հնդկաստանում այցի ժամանակ, իր տված ընդարձակ հարցազրույցի ժամանակ, որ շատ կարևոր քայլ էր, Համասը բոլոր պատապներին վերադարձրեց, այսինքն դա պետք է տանի ամբողջական
խաղաղության ոչ միայն զինադադարի, այսինքն զինադադարը արվել էր, որպեսզի բոլոր գերիները վերադարձվեն, որին կհաջորդի արդեն ամբողջական խաղաղություն եւ անդադ բնականաբար բոլորը շեշտում են այո եւ այդ խաղաղության հիմքը պետք է լինի Տրամպի պլանը, որը ենթադրում է տարածաշրջանային միջազգային, նաեւ միջազգային զինվորական տարրերի առկայությամբ անվտանգության ապահովման մեխանիզմ Գազայի տարածքում եւ որ Համասը պետք է զենքերը վայր դնի, ես քիչ առաջ վերևը դրել եմ Համասի ներկայացուցիչի հայտարարություն, որ իրենք զենքերը չեն կարող վայր դնել, որովհետեւ դա միակ ձևն է, որով իրենք կարող են պաղեստինցիներին պաշտպանել եւ Իսրայելը շարունակում է պաղեստինցիների սպանությունը եւ ամենօրյա ռեժիմով խախտում է զինադադարի բոլոր կանոնները։ Այս երկու օրինաչափությունները պետք է մենք որպես ֆունդամենտ հիմա ընդունենք, հաջորդիվ կատարվելիք այս հետաքրքիր խճանկարի կազման նպատակով, որոնք արծարծվում են այս այսօրվա լուրերում, որովհետև սենց ինչ-որ սենց կտոր դուրս է գալիս, վերջին լուրը, որ դրել եմ, Axios-ը հայտարարում է, որ գաղտնի հանդիպում է տեղի ունենում Նյու Յորքում, Վիտկովն է, Մոսադի ղեկավարն է, ընդ որում Մոսադի ղեկավարը շուտով փոխարինվելու է մեկ այլ մեկով, Բելորուսում է ծնվել, բայց Նետանյահուի նոր նշանակվելիք կերպարն է լինելու, իմ համար որևէ տարբերություն չկա, որտեղ է ծնվել, ռուսական մամուլում ինչ-որ դա ներկայացվում է, իբրև թե բայց կան տենց իբր երկար ձեռքեր ունի ինչ-որ տենց կատակ-մատակ են գրում, ոչ մի տարբերություն չկա, դիտարկվում են նրանք տարածաշրջանում, որպես Արևելյան Եվրոպայից եկած գաղութատիրական բրիտանական որոշակի ռազմավարություն իրականացնող տարրեր, վերաբնակիչներ, որոնք չունեն սեմիտական ծագում որևէ կերպ Զամիջ ես իմիջ չեմ տեսնում, մի Մոսադի ղեկավարը ընդեղ է, Քաթարի կողմից կա բարձրաստիճան անձ, որի անունը չի տրվում, եւ նրանք բոլորը ինչ-որ բանակցություններ են վարում։ Միևնույն ժամանակ առաքչին գտնվում է Բաքվում, միևնույն ժամանակ մենք հետաքրքիր իրար նմանվող խոսույթ ենք տեսնում այն հայտարարություններում, որտեղ Էրդողանը հայտարարում է իր գալիքայցի մասին դեպի Թեհրան, որտեղ պետք է հանդիպի Բժշկյանի եւ Այաթոլլահ Խամենեի հետ, եւ Նետանյահուի հայտարարություն, որտեղ նա հայտարարում է, որ գնալու է Վաշինգտոն, հանդիպելու է Տրամպի հետ, խոսելու է Սիրիայից, Իրանից, Պաղեստինից, Լիբանանից եւ Եմենից։ Այս ամեն ինչը էլի պետքա խոսվի սեղանի վրա դրվելու։ Որն է այստեղ համընկնում։ Էրդողանը ասում է, առաջիկա շաբաթների ընթացքում կգնամ Թեհրան, կհանդիպեմ նախագահ Բժշկյանին եւ Այաթոլլահ Խամենեին։ Երկուշաբթի Նետանյահուն խոսում է Տրամպի հետ, հետո հայտարարում է, առաջիկա շաբաթների ընթացքում ես կգնամ Վաշինգտոն եւ կզրուցեմ այս թեմաներով։ Այսինքն այսօրվա այդ 3 հոգանոց խմբի հանդիպումը գաղտնի հանդիպումը Axios-ը հիշեցնում են Բարագրավիդը, Մոսադի իբրև թե նախկին աշխատակից է, լոպազանում է ինքը դրանով, կոնկրետ սիոնիստական գիծ տանող մամլո միջոցը, կոնկրետ Վաշինգտոնի ուժային համակարգի, արտահոսքերի, պաշտոնական լիցենզիա ունեցող միջոց, որը հրապարակում ասա, ուրիշ ոչ միտեղ մենք սա չենք կարդում։ Այսինքն գնում է այս հետաքրքիր նախապատրաստությունը, որի ֆոնին նաև մենք ունենք մամլո միջոցներից իսրայելյան հրապարակումներ, որ կրկին զինատեսակներ են տեղափոխվել ԱՄՆ-ից Իսրայել, որոնք օգտագործվում են նույն որակի հարվածների համար, ինչպիսիք որ մենք ականատես եղանք Իսրայել-Իրան ԱՄՆ-Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակման ժամանակ 12-օրյա պատերազմի ժամանակ։ Իրանը ինքը ներկայացնում է զորավարժություններ առանձին Հեղափոխության պահապանների կորպուսի կողմից բանակետ միասին զուտ իրանական կոնտեքստով Հորմուզի հատվածը որոշակի ռազմական գործողությունների սցենարով ինչ-ինչ զորավարժություններով ցուցադրելով, ներկայացնելով նոր զինատեսակներ, նոր հրթիռներ, ինչպես նաև Շանղայի համագործակցության կազմակերպության անդամների բանակայինների միացյալ զորավարժությունների կադրեր, հայտարարություններ բազում
գեներալիտետի կողմից ռազմածովային, խաղթուժի, ցամաքային, այս ամեն բոլորը հերթով պարբերաբար Իրանի մամուլում հայտարարություններ են անում, եթե թշնամին գա, սա կլինի, թշնամին գա, այնպես կլինի։ Օրինակներ են բերում իրենց ռազմավարական սխալներից եւ ձեռքբերումներից 12-օրյա պատերազմի ընթացքում։ Շատ ակտիվ կերպով քննարկվում է այս ամենը եւ ներկայացվում է, որ իրենք ամեն ինչով պատրաստ են նոր պատերազմի, գումարում ենք սրան, փորձագիտական համայնքի թե արևելքում, թե արևմուտքում գնահատականներ, որ այս բոլոր շարժերը մեզ ցույց են տալիս, որ մինչև դեկտեմբերի վերջ կրկին ԱՄՆ եւ Իսրայելը փորձելու են կրկնել այդ 12-օրյա պատերազմը եւ այստեղ արդեն տարբեր խաղադրույքներ ա դրվում, ինչպես իրեն կպահի Ռուսաստան, ինչպես իրեն կպահի Չինաստան, ինչպես կլինի Իրանը, բայց այս ամենը պատերազմի ա տանում եւ այդ Ուկրաինայի հարցի շուրջ ինչ որ իբրև թե համաձայնություն եւ այլն հոդս կարող է ցնդել, որովհետեւ դա որպես շղարշ կօգտագործվի, ամենայն դեպս կա այդպիսի միտում, ես վստահ եմ, նման ռազմավարություն բանակցային գծում անպայման կա, որ այդ յանիմ թե խաղաղություն կոչվածով ռուսներին բռնելով, այսպես թուլացնել եւ տանել Իրանը սիրիական սցենարով։ Ես սիրիական սցենարի մասին խոսել եմ 3 ձայնայինով, պետք է համադրեք այսօրվա ձայնայինի հետ։ Հիմա այս հանդիպումը Նյու Յորքյան ես գտնում եմ, որ շատ նման է այդ նույն օրինաչափություններին, որոնք տեղի են ունենում, օրինակ Ռայիսի սպանությունից առաջ, Իրանի դեմ հարձակումից առաջ, Նասրալլահին սպանելուց առաջ։ Եվ միշտ դա զուգակցվում է այն ֆոնով, որ Սաուդյան Արաբիան ուզում է Իրանի հետ օրինակ ունենա ինչ-որ ռազմավարական համագործակցություն, ընդ որում եռանկյուն համագործակցություն լինի Պակիստան, Իրան, Սաուդյան Արաբիա, ասենք Սաուդյան մամլոմիջոցներում գրվում է, որ նախկին հետախուզության վարչության ղեկավարը հայտարարել է, որ տարածաշրջանում ամենամեծ վտանգը ներկայացնում է ոչ թե Իրանը, այլ հենց Իսրայելը։ Ես գտնում եմ, որ դա պոպուլիստական հայտարարություն է։ Ես գտնում եմ, որ Իրանն էլ նաիվ չէ եւ չի կարող վստահել ոչ Էմիրատներին, ոչ Սաուդյան Արաբիային, ոչ առավել եւս Քաթարին այդ հայտարարություններում, որովհետեւ մենք ունենք դաժան փորձ Քաթարի տարածքում, մենք ունենք նաեւ հետաքրքիր Համասի ղեկավարության դեմ տեղի ունեցած մահափորձ, որտեղ մարդիկ չմահացան գլխավոր, ողջ մնացին, եւ այդ առումով այս բոլոր համադրումներով ես հիմա տեսնում եմ այդ հետաքրքիր մեկ այլ օրինաչափության հիշեցման կարևորություն, շատ եմ ուզում այդ մեկը հիշեցնեմ։ Առաջին անգամ չի, որ Էրդողանը ինչ-որ հայտարարություն է անում, որ առաջիկա շաբաթներին կհանդիպի ինչ-որ մեկի հետ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների։ Դրան նախորդում են ինչ-որ համատեղ հայտարարություններ Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարների կողմից, հետո մի այցել լինում անպայման Ադրբեջան, այնտեղ Բաքվում են հնչում, այտենց Բաքվում արտգործնախարարը նախարարացուն Զիբլանոցի նստում է ինչ-որ տենց Իրանի նախարարի հետ ինչ-որ տենց համանման հայտարարություններ է անում, այնտեղ ասվում է BRICS շոս բառերը, գլոբալ հարավ բառերը, բայց ասվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրի կողմից եւ ասվում է Իսրայելի ռազմական գործընկեր երկրի կողմից։ Ռայիսի հետ եւս Էրդողանը պետք է հանդիպեր։ Ռայիսի մահից մի քանի օր կարծեմ անց այդ հանդիպումը պետք է կայանար։ Ռայիսի Աբդուլլահյանի բարած արտաքին քաղաքական գիծը նա էր, սոսկալի ցեղասպանության պայմաններում պաղեստինցիների ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի հատկացրած զինատեսակներով Իսրայելի կողմից պաղեստինցիների ուղղակի sense ոչնչացման պայմաններում Իրանի դիրքորոշումը, Իրանի այսպես հեղինակությունը այլ կարևորում էր ստացել ամբողջ իսլամական աշխարհում եւ նրանք քաղաքական գիծ են տանում, որ հատկապես իսլամական երկրները պետք է դադարեն Իսրայելի հետ որևէ համագործակցություն եւ հատկապես նշել էր Ռայիսին Բաքու Թբիլիսի Ջեյհան նավթամուղ գազամուղ ռազմաարդյունաբերական ինչ-որ տենց կամ թեկուզ սննդային համագործակցություն Իսրայելի հետ, օրինակ Թուրքիան Իսրայելի բանակին ապահովում է ջրով, պեչերիներով, կոնֆետներով, գրողուսև ցավերով, sense բաներով, բայց նրանք մինչ այդ հանդիպումը լինել է Ռայիսի եւ Էրդողանի միջև, Ռայիսի ամբողջ կազմը
այնպեսի արտաքին քաղաքական գիծ էր տա, որ մինչև մեր հանդիպումը դու պետք է արդեն հայտարարած լինես, որ դու որևէ կապ Իսրայելի հետ չես ունենալու, որևէ քո գործողություն Իսրայելի հետ հարաբերություններում չի կարող բերել հանգեցնել պաղեստինցիների սպանության, ցեղասպանության։ Եվ այդ դեպքում նոր ես քո հետ կհանդիպեմ։ Ու ռազմի դաշտում թե դիմադրության ֆրոնտը, թե Համասը որոշակի զգալի հաջողություններ են արձանագրում, գումարած հեղինակության աճը իրանց լսելիություն, տեսանելիությունը այդ ամբողջ կոնֆլիկտի, ով է զոհը, ով է հարձակվողը, ով է ահաբեկիչը, ով է ցեղասպանվողը։ Եվ Էրդողանը չէր կարողանում խուսափել դրանից, եւ նա խոստում էր տվել, ավելին ասեմ, այդ կայանալիք հանդիպման ընթառաջ անգամ ինչ-որ տենց հերթական դեպքներ եղել, երբ որ Թուրքիան իր տարածքից վտարում է ինչ-որ մարդկանց, ում անվանում է Մոսադի ագենտներ, դա հրապարակվում է բոլոր մամլոմիջոցներով եւ այլն, որ դա գնում է դեպի մերձեցում, անպայման ինչ-որ տրանսպորտի նախարարության մակարդակով է հանդիպումներ լինում, բոլորը միասին ենթակառուցվածքներ պետք է կառուցեն, խաղաղություն պետք է լինի, բլա բլա բլա։ Հետո Ռայիսին ու Աբդուլլահյանը գնում են ու սպանվում են իրանք։ Իսրայելը ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի այսպես հորդորով եւ նաեւ նախաօրինակներով այդպիսի քարոզչություն ապահովում է իր հասարակության համար արևմուտքում, որ իբրև թե այսինչ առաջնորդ են խփեցինք, գաղափարախոսությունը չկա, վсё մենք հաղթել ենք, ինչ որ այս բանը ունեն, որը մեծ քաոս է ստեղծում, ասենք Ասադը չկա, դեռ չեն սպանել, չեն կարում, բայց Ասադը չկա, հիմա տենց սկսում են Ասադ եթիմի զրոյական ինչ-որ կետից։ Կամ Սադամի սպանեցին սկսում են ինչ-որ զրոյական կետից։ Ուրա դեմոկրատիա пришла, էլի։ Կամ Քադաֆին սպանեցին, ինչեւ հիմա տենց խեղճ Լիբիան դեմոկրատիա է սպասում, ոչ մի տեղ չի գալիս այդ դեմոկրատիան։ Ինչ եմ սա նշում, որովհետեւ այդ Խամենեի անուն տալը Էրդողանի կողմից պետք է Խամենեի հետ էլ հանդիպի։ Եվ այլն, դե հենց նույնպես չեն հանդիպում։ Այսինքն ինչ է խոսվել, ինչ է հանձնարարել Թուրքիան, որ լայղ անում Խամենեը, դա հանդիպի։ Անշուշտ ճանապարհների կառուցումից պետք է խոսան Սիրիայի եւ այլն։ Սիրիայի հետ որևէ հարաբերություն Իրանը չի պահում։ Այդ իմ ձայնայինը անպայման դեսեք, այնտեղ այդ մանրամասները Սիրիայի հետ կապված Թուրքիայի եւ Իրանի միջև ինչ հարցերի շուրջ կարող են ընթանալ, ինչ մոտեցումներով։ Հիմա այս ամեն ինչը, այդ օրինաչափությունները, այս իրադարձությունների շղթան հանդիպումների, որ պետք է կայանան, գումարած պատերազմի ամենաիրական սպառնալիքը համալրված, դա էլ իր հերթին, շարունակվող ռազմական կուտակումներով, շատ լուրջ գործողություններով, որոնք գուժում են, որ, в общем, կողմերը ինչքան էլ որ բանակցում են, այդ երկու այդքանը գործով իրանք ինչ-որ պատերազմի են նախապատրաստվում։ Այնպես որ ես տեսնում եմ այս սցենարը, որ սա Վիտկովն է էլի ներգրաված, հիշեցնեմ, Վիտկովը 12-օրյա պատերազմից առաջ իր հերթական կապիկ շոու դերն էր իրականացնում, իբրև թե թուլացած Տրամպի վարչակազմի համար, որը ճկրել է, այստեղ թող Դիմիտրիևը կամ Ուշակովը ականջները սրեն, որովհետև երբեք մի մտածեք, որ այս խաղը, եթե խաղացել են Իրանի գլխին, չեն խաղա ձեր գլխին։ Կամ այն ձև, որ սիոնիզմը սպառնում է Իրանին, այն մասնատելու, գլխատելու, անկայունացնելու, ոչնչացնելու նպատակով, այդ նույն ձևով չի դիտարկի Ռուսաստանը, որտեղ այդ նույն ձև դիտարկում էր ԽՍՀՄ եւ հպարտանում է ԽՍՀՄ-ի անկումով, հպարտանում է ցարական Ռուսաստանի անկումով։ Так что շատ լուրջ վերաբերվեք այս ամեն ինչին։ When I say Iran, you think about yourselves on equal terms. Okay? Որովհետև իրանք պատրաստվում են այդ Վիտկովյան կապիկություններով, Վիտկովը ամեն կիրակի հանդիպում էր Արաքչիի հետ, ինչ-որ բաներ են խոսում, ինչ-որ բաներ էր ասվում, իբրև թե հեսա խաղաղություն է գալիս, հետո եկան ու խփեցին, ու հենց այդ խփելու պահից Տրամպը դուրս եկավ ու ասաց, այս ամբողջ 6 ամիսների ընթացքում մենք բանակցում էինք, այդպես էր թվում դրսից նայողներին, բայց իրականում մենք պատրաստվում ենք հարձակման։ Իսկ իրականում հարձակման պատրաստվելու բոլոր սիմպտոմատիկան, ամբողջ ախտանիշերը նրանք գոյություն ունեն նույն ձևով, ինչպես որ ես ներկայացնում եմ հիմիկվա այս իրավիճակը։ Հանդիպումներ,
հայտարարություններ պարսիցիարաբական երկրների կողմից, հանդիպում հատկապես Թուրքիա, Ադրբեջան, որ մի քանի աթոռի նստած եթիմի վաստակներ են, դրանց այցերը վդրուկ համ փորձել իբրև թե հավասարակշռություն գտնել Ռուսաստանի հետ հարաբերություններում, Իրանի հետ հարաբերություններում, համ էլ ասենք թե համապատասխան Եվրոմիության եւ ԱՄՆ-ի։ Այս ամբողջ օրինաչափությունների կորպուսը եղել է։ Բայց հիմա հետաքրքիրը այն է, որ էլի անընդհատ շրջանառվում է Իրանում ռեժիմի փոփոխության այս թեման։ Այսինքն ԱՄՆ-ի պաշտոնյաներ կա, որ դուրս են գալիս, օրինակ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը, որը Սիրիայի հարցերով հանձնակատարն է, Լիբանանի հարցերով հանձնակատարն է, լպիր շանասունի պես է պահում, Էփշտեյնի ցուցակիցը ու պեդոֆիլ անասուն է, բայց պաշտոնավարում է։ Թոմաս Բարաքը երկիմաստ հայտարարություններ է անում։ Երկու անգամ փորձել է ԱՄՆ Խամենեին հեռացնի, ինչ-որ ռեժիմ փոփոխություն բերի Իրանին, չի ստացվել, իբր թե մենք այդ միջոցներին էլ չենք դիմում, մենք չգիտեմ ինչ էս կոմենկոմ, բայց այս Տրամպի վարչակազմի մասին է խոսքը գնում, ոչ թե անձամբ, ոչ միայն անձամբ Տրամպի։ Տրամպի երկիմաստությունը մենակ իր անձի բնույթից չի գալիս։ Գալիս է այն փոխկախվածության, ցանցային փոխկախվածության միջավայրից եւ փոխկապակցվածության, որոնք մի քանի տասնյակ տարիների ընթացքում կառուցված ստրուկտուրալ հարաբերությունների համակարգեր են։ Այսինքն, երբ որ դու տենց տանում ես բազմավեկտոր խաղ, որ դու պետք է մի կողմից տենց փայտի կխաղացնես, գնդակը գցես շունը գնա բերի, իր գնացած ժամանակ մի հատ ուրիշ բան անես։ Այդ խաղն եմ ես տեղ տեսնում։ Իրանք ուզում են այդ Իրանը բզկտեն, Իրանը անջատեն, եւ բնականաբար Խամենեի անձի վրա է կենտրոնացված եւ մենք տեսնում ենք այդ տարանջատումը, որ նրանք մտցնում են, ասենք Արաքչի եւ Բզշկյան զույգը versus Խամենեի։ Այն դեպքում, որ ասենք Ռայիսի Աբդուլլահյան չէր կարող ասել versus Խամենեի։ Versus չկար։ Հիմա ինչ որ այսպես տարօրինակ, հետո առհասարակ այտենց այցելել Բաքու այն ֆոնի վրա, որ այդ երկրի մասնակցությամբ առնվազն մասնակցությամբ տեղի ունեցել նման մեծ ողբերգություն։ Ճիշտ չի, էլի, պետք է տենց ասես, որ պետք չի։ Դες նորից գնացել ես, էլի հետ ես գալու, իբրև թե ու ասում են, դե բոլորը բնականաբար կասեն, էսի խաղաղության համար է արվում եւ այլն։ Ես չեմ տեսնում խաղաղություն ոչ մի այս կետերում։ Ես գտնում եմ, որ սա այս ամենը ինչ որ կուլմինացիայի է գալիս ու նոր տարում չի ուզում սպասի։ Ու այս ձայնայինը հիմնականում այդ մասին է ու առաջիկա օրերին, որ մենք լրահոս կկարդանք, Նետանյահուն գնաց, խոսած, Էրդողանը ինչ-որ մի հայտարարություն արեց։ Մենք կտեսնենք, թե ինչ ձևով է դա խաղարկվում, ու դրանք կարդալուց պետք է մտածենք այս բոլոր օրինաչափությունների հետ միասին։ Երկրորդ օրինաչափությունը, որ սկզբում նշել էի պարսիցիարաբական երկրների ներգրավվածությունը, եւ ներկայումս իմенно հենց Քաթարի բարձրաստիճան ինչ որ անձի հետ խոսակցության վարելը եւ այլն, Մոսադի եւ Ուիտկոֆի մասնակցությամբ։ Դա բավականին հակաիրանական է արդեն իր բնույթով, հակախաղաղություն է։ Որովհետեւ այդ խաղը, որ իրանք խաղացին, Դոհայում Համասի լիդերներին փորձեցին հարվածել, Իսրայելը խփեց Քաթարին, հետո այդ թատրոնից եղավ նույն օրինաչափությամբ։ Տրամպը ասաց Նետանյահուից նեղացած եմ, դու ոնց կարաս Քաթարին խփես, Քաթարն էլ է ինձ գործընկեր երկիր, դու էլ ես ինձ գործընկեր երկիր, Քաթարը նեղացավ, ասաց դու ոնց կարող ես sense բան անել։ Չէ որ սա արդար չէ, այս մեկին լկստացնում ես, դու ասում ես երկրներին հավասար ես վերաբերվում, բայց սրան լկստացրել ես, հենց իրան ոնց է պահում ես կոմենկոմ։ Ես քո չգիտեմ sense, ես քո չգիտեմ անց է։ Մինչև այդ պահը, մինչև այդ իրադարձության լինելը, Քաթարը չուներ որևէ մանևրելու հնարավորություն, հավելյալ ԱՄՆ զինատեսակներ բերել եւ Քաթար լցնելու համար, որովհետեւ Քաթարը եւ Իրանը 12 օրյա պատերազմից հետո այդ կուլմինացիոն
Քաթարում գտնվող ԱՄՆ բազայի դեմ Իրանի որոշակի գործողություններից հետո եկել են ընդհանուր հայտարարի, որ իրանք եղբայր պետություններ են, ոչ մի բան չի լինելու, այսինքն Քաթարի տարածքից, Սաուդյան Արաբիայի տարածքից, Էմիրատների տարածքից ոչ մի օժանդակություն չի տրամադրվելու ԱՄՆ-ին, եթե եւ իսկ Իսրայելին, եթե նրանք փորձեն հարձակվել Իրանի վրա։ Մինչև այդ պահը տենց վիճակ էր։ Դոհայում լինում է հարձակումը Համասի ղեկավարության հանդեպ, լինում է աղոթքի ժամին, այսինքն այս խումբը մարդկանց, ովքեր միշտ այդ ժամին գնում են աղոթելու։ Իրանք ոչ թե այսինքն եղել են շտաբս-կվարտիրայում իրանց կազմակերպություն, այլ հեռախոսներն են այնտեղ թողել, իսկ իրանք գնացել են գնացել են մզկիթում աղոթելու կողքի։ Համար այտենց իրանք ողջ են մնացել։ Ու այդ հիպիշը, որ սարկվում ախի թողեցիր ինքը ինձ խփի, հələ սրանն իրան ոնց է պահում, ես ինչ անեմ, ես սաղի հետ խաղաղություն եմ ուզում, այնտեղ Քաթարի էմիրը հելա տենց ուրեթում է, ես խաղաղություն եմ ուզում, Իրան ջան խաղաղություն եմ ուզում։ Უშում Նիկոլության ինչ որ տենց բան է, էլի վիրուսա ֆռում։ Հետո տենց մեկ էլ մոռացվեց, չէ՞։ ԱՄՆ Տրամպը ասեց, վայ, ես այդ հարցը կլուծեմ, հետո Նետանյահուն եկավ Վաշինգտոն, հետո Տրամպը ու Նետանյահուն նստած էին, տենց այդ նկարն տարածվեց, հեռախոսը դրել էր գիրկը Տրամպը, զանգել էր Քաթարի էմիրին, Տրոպկեն փոխանցել էր Նետանյահուին, ասել էր դե հիմա ներողություն խնդրի հայվան խոսքի բան, էլի անը ներողություն է խնդրում։ Այսի կապիկ շոու է։ Մի ետնաբը մնայինք դրա։ Ինչա ձեռք բերվում, այս կապիկ շոուի, ինֆոշղարշի հետևում։ ԱՄՆ Քաթարին ասում է, քանի որ դու այսպես բան ջարմիտակ ընկարի մերեսից ես քեզ ասել եմ Իսրայելը իրան խելոք կպա, իսկ Իսրայելը իրան խելոք չպահեց, եկավ քեզ խփեց բան, դավայցե եկեք մենք իրար հետ այնց ռազմական համագործակցության համաձայնագիր կնքենք, որ պատմությունը երբեք չի ունեցել, էլի որպես այդպեսին մեր երկու երկրների միջև հարաբերություններում։ Ու դախոզ ռազմականացնում են Քաթարը։ Ու դրա պովեդը չկար, կրկնում եմ 12 օրյա պատերազմի իտոգներից հետո չկար դրա պովեդը։ Բայց Դոհայի վրա Իսրայելի հարձակումը այդ պովեդը ստեղծել է առանց Համասի շեֆերին վնաս տալու։ Համասի շեֆերը սաղ են մնացել։ Իրենց օգնականներն էին զոհվել 4 հոգի, մի հոգի էլ Քաթարի հայկին գործերի անվտանգության համակարգի աշխատակից։ Շատ սիրուն ճոխ թաղում արեցին սաղին, ոբշում։ Բայց հիմա ինչ եմ ասում, այդ ամեն ինչը, ասում եմ, թե զենքը պատից կախված է, մի օր կրակելու է։ Հիմա սա զենքը Քաթարում լցված է։ Հիմա այս ամբողջ հանդիպումների Նետանյահուն գալու է Վաշինգտոն, անասունը գալու է Թեհրան, բաներ խոսվում յանեմ Ուկրաինա, իբր թե տենց Ամերիկան, Եվրոպայի դեմ է բանեսյանեյան ռուսն էլ ասում է, հա, ախպեր տենց է բան, տիպը ես քեզ հավատում եմ, այո, Ամերիկա պուպուշ, Տրամպ պուպուշ, Եվրոպա քխ, բանեսյանեյան, օքեյ, լավ, այս խաղերը խաղացվում է, բայց այս ուժային կառույցների հանդիպում գումարած կորպորացիոն ինվեստիցիաներ փող կապակցվածության, ցանցային համագործակցություն գումարած այդ զինուժի կոնկրետ շարժեր եւ կուտակումներ շատ ված բաներ է գուժում մեզ։ Գուժում է սցենար, որտեղ պետք է հրահրվի հարձակում, բայց ոչ առանց ներքաղաքական ապակայունացման։ Ոչ առանց ներքաղաքական ապակայունացման։ Եվ խոսքը գնում է թե Իրանի մասին եւ թե Ռուսաստանի Դաշնության մասին։ Այսինքն Օրբանը, որ ասում է, ունի ՆԱՏՕ-ն այդպիսի պլաններ, 4 էտապանոց գալու հարձակվի, վերջին էտապն է մնացել, վերջին էտապում իրանք մինչև 2030 թիվ ուզում են տենզինվեն ու պրիմոյ հարձակվեն Ռուսաստանի տարածքի վրա։ Այդ պետք է զուգակցվի Ռուսաստանը ներսից քաղաքականապես ապակայունացնելու հետ միասին։ Դե համար պատահական չէ, որ Պուտինը Հնդկաստանում խոսելիս ասում է, մենք նայում ենք խորհրդային միության կոլապսի քեյսը, ինչ պայմաններում դա տեղի ունեցավ։ Ու մենք չպետք է անցալենք իր ասածը զուտ այն հարթության մեջ, որտեղ մակերեսայնորեն այդ բառերը գալիս են մեզ։ Դրա տակ կան ենթատեքստեր, նույն տեքստը ԱՄՆ-ում լսողը, նույն տեքստը ԵՄ-ում լսողը, չասեմ Բրիտանիա, Գերմանիա առանց։ Ամեն մեկ իր մեսեջին առնելու։ Այդ մեսեջների մասին ցավոք mainstream YouTube-ան բլոգոսֆերայում չի խոսվում այն խորությամբ, որ կարելի էր, որովհետև այդ խորքայինին երբ որ կպնում ասում ես, այլ կարիք չկա, չգիտեմ, այնտեղ ամեն օր ինչ որ տենց
15,000 տեսակի ինչ որ ռիլզեր ու եսի միջեր գցել ու փորձել ինչ որ մի բան ապացուցել։ Որտեւ հասկանալի դարձավ, որ մենք տեսնում ենք նախանշաններ, ինչպես որ ԽՍՀՄ-ի կոլապսից առաջ էր, տեսնում ենք այլ երկրներում, Եվրոմիության եւ ԱՄՆ-ի եւ որոշներ նաեւ գրեցին Իսրայելի մասին է խոսքը գնում։ Դա իգրավ դողոյո երկար ժամանակ առաջվանից պլանավորված եւ այս կետից դեպի ավելի հեռակա ապագա ժամանակի վրա նաեւ պլանավորված եւ այս փոխադարձ քայլերի տիրույթում Պուտինը պատահական չի, որ ասում է, թե ուզում ես պատերազմով գաս, ես կռվել չեմ ուզում, ես գալու ես ինձ խփես, ես տալու սատկասնեմ։ Ու այն ինչ որ Ուկրաինայում ինչ եմ տեսել եք, դա պատերազմ չի։ Այս նույն լոգիկայով Իրանի բարձրաստիճան ռազմական առաջնորդներն են խոսում։ Այն ինչ որ տեսել եք մինչև հիմա մերձավոր արևելքում դիմադրության շարժման ջոկատների եւ այլնի գործողությունների շրջանակում Համասը, Պաղեստին, Եմեն, Լիբանան, անգամ Սիրիա, անգամ այսօրվա Սիրիա։ Ու ինչ տեսել եք 12 օրյա պատերազմում, it's nothing compared to այն ինչ որ ըլնելու է։ Ոչ մի բանը համեմատած նրա հետ ինչ որ ըլնելու է։ Մենք պատրաստ ենք։ Ու այդ մինչև 2030-ի կուտը, որ Օրբանը բերում է, որ անպայման չի, որ տենց Ռուսաստանի լավը ուզող տղա է։ No, ինքը իր լավն է ուզում, իր լավ այդի հողա Ուկրաինայից, Հունգարիայի տակ գցի, ինչ-որ մի ուրիշ ձև։ Ես իր լավը չեմ տենում նույն տիրույթում, ինչ-որ Ռուսաստանին է։ Ինքը մեսիջ է բերել։ Այդ մինչև 2030 թիվը ինչ-որ շատ աբստրակտ դաշտից է։ Արխային գցելում, նաև ժամանակ առնելու որոշակի նախապայմաններ կորզելու Ռուսաստանից, քանի իրանք կզբաղվեն, օրինակ այդ ընթացք Իրանի վրա խփելով, Ռուսաստանին ասելով կլինի դու ոչ մի բանով չներգրավվես, բան, okay? Որտեվ դետես մենք ստեղ Ուկրաինայում ինչ որ բանի ենք ասել, արի դու տենց Իրանի խաթր էդի չփչացնենք։ Արի Ղարաբաղի խաթր էս ինչ բանը չփչացնենք։ Արի Սիրիայի խաթր էս ինչ բանը չփչացնենք։ Արի Վենեսուելայի խաթր էս ինչ բանը չփչացնենք։ Այսինքն դե պետք է նենց անել, որ Ուկրաինայի բանակցության այս շիլաշփոթը ոնց որ շամվզին կապում են թոկը, պարանը, այդ դրանից չլինի Ռուսաստանի վզին։ Ես հուսամ, որ ԽՍՀՄ կոլապսի վերլուծության տեսանկյունից, որ նշում է անում ՌԴ նախագահը, համապատասխան վերլուծական բազան ներկայացրել է, ոնց Աֆղանստանը իր օգտագործվեց որպես նման որակի աշեյնիկ, սկզբից մինչև վերջ, ընդ որում պատերազմի սկզբից մինչև վերջ, ընթացքն էլ հետը, նախապատմությունը, սկիզբը, ընթացքը, միաժամանակ Գորբաչովշինը վերարտադրելով ԽՍՀՄ-ի ներսում, այս երկուսի համադրությամբ։ Так что այս է հետաքրքիր հատվածը, նյուանսը, որտեղ մենք պետք է աչքերներս 4 անենք եւ տեսնենք կմանևրի Ռուսաստանը այլ կերպ, քան պատմականորեն թույլ է տվել սխալներ նման իրավիճակներում, որոնք միևնույն է բերել կանգնեցրել են ճակատագրական մեծ պատերազմի շեմին շատ ավելի բարձր գնով, շատ ավելի մեծ կորուստներով։ Այսքանը երկար ստացվեց, բայց ճիշտ է էս, Ես վաղս ձայնայինը վիդեո ֆորմատով YouTube-ել կդնեմ։ Մերսի բոկու, որ լսեցիք, ձեզ բոլորիդ մաղթում եմ շատ բարի քաղցր, անուշ գիշեր, պատերազմ սարքողի տիրուշ մայրիկը, в общем, հաջողություն։